Բարև բարեկամներ, Մայրաքաղաք ծրագիրն է շարունակում Արցախի հանրային հեռուստատեսության եթերը մայրաքաղաքային կյանքի անցուդարձի լուսաբանմամբ։ Ստեփանակերտում տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ու հենց քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը նպաստում են ոչ միայն կառավարության կողմից մշակվող եւ իրականացվող ծրագրերն, այլ շատ բարեգործական նախաձեռնություններ։ Ստեփանակերտում գործող Սոսե մանկապարտեզը, որ հիմնադրվեց հետպատերազմյան տարիներին Հայ օգնության միության անմիջական աջակցությամբ ու հովանավորությամբ, վերջին տարիներին ուներ բավական շատ խնդիրներ կապված շենքային անբարենպաստ պայմանների հետ։ Այսօր Սոսե Մայրիկի անունը կրող մանկապարտեզ հաճախող փոքրիկ ստեփանակերտցիների համար կառուցվում է հիանալի մի շենք բոլոր պայմաններով, բոլոր չափանիշներին համապատասխանող։ Շինարարությունը սկսել է մոտ 1.5 տարի առաջ եւ խոստանում են, որ կավարտվի մինչև 2017 թվականի նոր ուսումնական տարին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր գործում է 6 պետական մանկապարտեզ։ Դրանց կողքին գործունեություն է ծավալում նաև Հոմի Սոսե մանկապարտեզը։ Այն բացվեց 1998 թվականին եւ իսկական նվեր էր Ստեփանակերտցի մի քանի տասնյակ փոքրիկների համար, ովքեր աշխարհաճանաչողության եւ հայրենասիրության առաջին դասերը ստացան հենց այստեղ։ Դաստիարակների եռանդին ու ներքին ջերմ մթնոլորտին, հատկապես վերջին տարիներին հակադրվում էին շենքային խղճուկ պայմանները։ 1.5 տարի առաջ Հոմի ֆինանսական աջակցությամբ սկսվեց Սոսե մանկապարտեզի նոր պահանջվող չափանիշներին համապատասխանող շենքի շինարարությունը։ Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել 2017 թվականի օգոստոսին։ Աշխատանքները գնում է պլանով, հետ չենք մնում, հալա մի քիչ էլ առաջ ենք ըստ նախագծի, ըստ պլանի եւ հիմի կատարվում է մեջի հարդարման աշխատանքները, հատակների, արհեստաղների հարդարման աշխատանքները վերջացրած է, պատուհանները եւ դռները շարված է, տանիքը վերջացրած է, կատարվում է դրսի հարդարման աշխատանքները, ոնց որ տեսնում եք, երեսապատում ենք կարմիր տուֆով։ Մի քիչ դժվարանում ենք այն բանով, որ եղանակները ցուրտ է, որակի տեսակետից եկել են, ստուգել են սեյսմիկ ծառայությունից շենքի վիճակը, եկել են շինարարության մինիստրությունից, այն կա ինսպեկցիա, որակի ինսպեկցիա, իրանք են եկել եւ ամեն գալուց իրանց եզրակացությունը գրում են ըստ մեր պլանի օգոստոսում կվերջացնենք։ Հետո մի բան կախված վեր փողը մի քիչ առաջ ընկած տան, որ կարողանանք զուգահեռ համ դրսի գործերի անենք, համ մեջի սվաղներն անենք, համ մեջի սալիկները շարելի գործերի անենք։ Իմանում ենք, որ սիրիահայերն են վատ վիճակում, փողը գիտենք ոնց են մարդիկ աշխատում, ոնց են օգնում այս մանկապարտեզը սարքելու համար։ Մենք էլ ենք այս անցյալ տարի ապրիլյան սաղ մեր բանվորն են տարին կռիվ եւ որոշ ժամանակ մինակ մեծ մարդիկներ են մնացել, ով որ կռվի ենթակա չէր։ Իրանք էին աշխատում։ Շինարարությունն ընթանում է ըստ նախագծի։ Ընթացքում առաջացող փոքրիկ հարցերն էլ լուծվում են ճարտարապետի, շինարարների, մանկապարտեզի տնօրինության հետ համատեղ քննարկումների արդյունքում։ Ճարտարապետ Մանուշ Տիտանյանը հեղինակային նախագծին մոտենում է ամենայն խստապահանջությամբ։ Առաջարկեց շրջայց կատարել ավելի լավ պատկերացնելու, թե ինչ փուլում են գտնվում տարվող աշխատանքները։ Սա մանկապարտեզի գլխավոր մուտքն է, հիմնական, որտեղից ուրեմն դիմավորում եմ այս մանկապարտեզը, այստեղ անվտանգության սենյակն է լինելու, որը փաստորեն տեսախցիկներով հետևելու է ամբողջ ուրեմն մանկապարտեզի անցուդարձին եւ ամենակարևորը on-line կապի մեջ կարող է լինել համացանցի հետ, այսինքն բոլոր բարերարները եւ Հոմի բոլոր գրասենյակները իրականում կարող են ոնց որ մասնակից դառնալ մանկապարտեզի կյանքին։ Այստեղ բուրժ սենյակն է եւ տեսեք աստիճանաբանդակն է, որով երկու կողմից ուրեմն կապվում են դասասենյակների հետ։ Արդեն դրվել են սենյակների դուռ պատուհանները, ես ձեզ մի բջիջը ցույց կտամ, հա, մանկապարտեզ, այստեղ ուրեմն փոքր բուֆետ է, որտեղ բերում է ուտելիքը եւ այստեղ պատուհանի միջոցով, որտեղ կա, տրվում է ուրեմն դասասենյակներին, այստեղ կլինի լվացարան, որտեղ ամեն խմբի սպասքը կլվացվի եւ կտեղավորվի իր տեղում։ Այստեղ հանդերձարանն է երեխաների եւ այստեղ արդեն սենյակներն են, սա խաղասենյակն է, մեծ, որը կապված է սանհանգույցի հետ, այստեղ ունենք ուրեմն լվացարաններ, այստեղ ննջարանն է, շատ իրականում լավ սենյակներ են մեծ եւ լավ լուսավորությամբ, արևելյան լույսով, որը կարծում ենք շատ կարևոր է մեր երեխաների համար։ Սա խոհանոցն է մանկապարտեզի,
բավական ընդարձակ եւ ամենակարևորը, որ ունի շատ լավ օդափոխության համակարգ, որ եւ ներմուծող օդ կա, տաքացվող եւ ուրեմն արտածող օդը կա, այսինքն հոտեր եւ նման բաներ չեն լինելու եւ նորմալ կաշխատի, այստեղ պահեսներն են արդեն մեր հենց մանկապարտեզի շատ կարևոր է, որպեսզի որակով լինի ամբողջ շինարարությունը, ամբողջ տեխնոլոգիան պահում ենք, քարերը մինչև չենք թռչում, ուրեմն չենք երեսապատում։ Այստեղ գրունտները այնպիսին էին, որ անպայման պիտի արվեր նկուղային հարկ եւ նկուղային հարկը մենք այնպես արեցինք, որպեսզի կարիք եղած դեպքում նա ծառայի որպես ապաստարան։ Այն ժամանակ բավական դա այսպես չափազանցված էր թվում, որտեղ նախագիծ արվում էր մինչև ապրիլյան դեպքերը, բայց իհարկե ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ շատ կարևոր է նման մանկական ուրեմն դպրոցների մանկապարտեզների համար ունենալ շատ մոտ ապրիլա, որ հենց տակը լինի, ուրեմն ապաստարան։ Ապաստարանը ունի օդափոխություն, հեսա տեսնեք երևի, այստեղ պահեսներն են, ունենք ջրամբար, հա, որովհետեւ եթե հոսանք չլինի կամ ջուր չլինի ինչ պատճառով, ուրեմն բավական մեծ ջրամբար ունենք, որովհետեւ մանկապարտեզը առանց ջուր չմնա։ Կուզենայի ձեզ ցույց տա այս սարքավորումները օդափոխության, որը այստեղ արդեն դրված են, կարող եք տեսնել, որ ամբողջ շենքը, դահլիճը մեր ունի նման օդափոխություն, հա, հանդիսությունների։ Սա արդեն դահլիճն է հանդեսների, տեսնում եք ամբողջ օդափոխության էլի համակարգը արդեն մոնտաժված է, այստեղ բեմն է լինելու եւ ունենք բեմինկից սենյակ, արդեն պատրաստ է, որտեղ պիտի զգեստափոխվեն երեխաները եւ ուրեմն գան իրենց ներկայացումները տան։ Այստեղ պատշգամբ է լինելու փակ, որ ուրեմն քաղաքը երևալու է եւ այստեղ մեթոդ սենյակն է, քանի որ այստեղ դահլիճ կա, մենք երկու սանհանգույց ունենք մեծերի համար։ Մանկական սանհանգույցները իրենց սենյակներին կից են։ Այստեղ ուրեմն փոքր խոհանոց ենք նախատեսել ուսուցչական կազմի համար, որովհետեւ իրանք ցանկանան թե սուրճ եւ այլ ինչ-որ մի բան, ուրեմն իրենց սենյակը ունեն, որովհետեւ մանկական սենյակներում այդ ամեն ինչը չարվի։ Այստեղ ունենք մի հատ պահեստային սենյակ, եթե պետք կլինի ինչ-որ դուրաթոր չգիտեմ ինչ, եւ ունենք մի հատ հավաքարարների սենյակ, որը շատ պարտադիր է, այսինքն այդ ավելա, շորմոր ամեն ինչ դույլերը, հա, եւ լվացարանով սենյակը, որտեղ հավաքարարները գալիս են, շորերը զգեստափոխում են, ամբողջ այդ իրենց իրերը պահում են, այսինքն նա չի խառնվում մանկապարտեզի եւ մանկական այդ ամբողջ իրերի հետ։ 4 խումբ ունենք, երկու խումբ առաջի հարկում, իրենց ամեն համակարգով, հա, բջիջը, երկու խումբ ունենք երկրորդ հարկում խմբասենյակները բոլորը ուրեմն կողմնորոշված են դեպի արևելյան լույսը, իրար վրա են գտնվում, հա, լավագույն կողմի վրա են ուղղված, մնացած սենյակները արդեն նայում են դեպի արևմուտք եւ հարավ։ Էլեկտրամատակարարման համակարգը մոնտաժված է, սրանք ուրեմն տուփերն են, հա, անջատիչների տուփերն են, կառավարման, այսպես ասենք։ Սա արդեն բարձրանում ենք երրորդ հարկը։ Երրորդ հարկը մենք արդեն նախատեսված է ոչ մանկապարտեզի համար, նախատեսված է որպես հոմի, ասենք, գրասենյակային, իրենց միջոցառումների համար, միգուցե արդեն դպրոցական, ասենք, աշակերտների հետ կապված եթե միջոցառումներ լինեն, տեսեք, լավ մեծ ընդարձակ դահլիճ է, ունի էլի սանհանգույց, զուգարան, խոհանոցային հանգույց, այսինքն եթե թե սուրճ, եթե այստեղ ժողովներ լինեն, ինչ որ հավաքույթներ լինեն, հնարավորություն ունենան իրենք այդ թեյով, սուրճով ապահովելու։ Այստեղ սենյակներ կան, երկու հատ, մեկը այդպես լուսավորված սենյակի կարող է աշխատասենյակ լինել եւ պահեստային սենյակ։ Այստեղ ունենք շատ լավ մեծ պատշգամբ եւ ինչի համար ենք նախատեսել, եթե հանգարց հարկ լինի լվացք չորացնել վատ եղանակին, անձրև ձյունին, առաջին այստեղ հնարավորություն ունեն։ Եվ երկրորդը հավաքների ժամանակ, քանի որ դեռ ծխում է մեր հասարակությունը, հա, հնարավորություն դուրս գալու, հատկապես ամառը մաքուր օդը շատ լավ տեսարան է բացվում։ Այստեղ ունենք ուրեմն այդ մեծ պատշգամբի հնարավորությունը եւ իհարկե մեծ ընդարձակ դահլիճ է տարբեր միջոցառումների համար եւ մեծերի եւ փոքրերի։ Ճարտարապետից, շինարարներից եւ մանկապարտեզի սաներից առավել անհամբեր շենքի շինարարության ավարտին սպասում է մանկապարտեզի աշխատակազմը։ Նոր ու հարմարավետ շենքում աշխատելու եռանդն էլ նոր ու բազմապատիկ պատասխանատու է լինելու։ 1.5 տարի առաջ ոչ մեկը չէինք պատկերացնում, որ այս կար ժամանակահատվածում
հայօգնության միության Ստեփանագերդի Սոսե մանկապարտեզի խախորված հին շենքեր կարող է վերբարձրանալ այսպիսի գեղեցիկ շենք։ Երբ հայօգնության միության կենտրոնական վարչությունում որոշվեց նոր շենքի կառուցման հարցը, առաջին հերթին մեր անդամուհիները, հոմոհիները միավորվեցին, ստեղծեցին հանձնախմբեր, որոնք պիտի միայն զբաղվեին այս մանկապարտեզի գործով։ Ասեմ, որ կազմակերպեցին բազմաբնույթ ցերեկույթներ, երեկոներ, եւ այդ ամենի նպատակն է դրամահավաք կազմակերպելը։ Եվ ինչպես տեսնում ենք, նրանց ջանքերը զուր չեն անցել։ Այսօր մենք ունենք այս գեղեցիկ շենքը, որը համապատասխանում է ժամանակակից բոլոր ստանդարտներին եւ հավաստիացնում է մեր հոմոհիներին, որ իրենց աշխատանքը զուր չի անցել, իրենց ջանքերը զուր չեն անցել։ Մեծ հույսով եւ հավատով սպասում ենք, որ ամիսներ հետո Ստեփանակերտի, Արցախի 120 մանուկ պիտի հաճախի այս մանկապարտեզը։ Իսկ մենք աշխատողներս նաեւ շատ ողջավորված ենք, կաշխատենք շարունակել մեր աշխատանքը ավելի մեծ ողջավորությամբ, դաստիարակել մեր մտակ սերունդը հայրենասիրական ոգով։ Մենք գիտակցում ենք, որ կրում է մեր մանկապարտեզը նախ Սոսե Մայրիկի անունը, դա մեզ պարտավորեցնում է, նաև մեզ շատ մեծ առաքելություն է տված դաստիարակել Արցախի ապագա սերունդը, ապագա կերտողներին դաստիարակել եւ ուսուցանել։ Ես ուզում եմ իմ երախտագիտությունը, իմ շնորհակալությունը հայտնել մեր բոլոր նվիրատուներին, հովանավորներին, առաջին հերթին մեր ընկերուհիներին, նրանց ցանկանալ անսպար ուժ, անսպար եռանդ, որպեսզի կարողանան իրականացնել իրենց բոլոր ծրագրերը։ Հոմի Սոսե մանկապարտեզի նոր շենքը, որը զարդարելու է մայրաքաղաք Ստեփանակերտն ու փոխելու է մոտ 120 Ստեփանակերտցի մանուկների պատկերացումները մանկապարտեզի մասին, հերթական գրավականն է հայերի եռամիասնության հայրենիքում, թե մայր հողից հեռու, հայրենիքի շնացման գաղափարը վեր է ամեն ինչից, եւ հենց այդ միասնությունն է, որ հային պահում է հայ ու ապրեցնում դարեր շարունակ։ Հարազատ քաղաքի հանդեպ անմնացորդ սերն ու նվիրումը Ստեփանակերտցիների ավելի հին սերնդի ներկայացուցիչներից շատերին մինչ այսօր պահել է Ստեփանակերտում, չէ՞ որ հենց նրանց աչքի առաջ մեծացել ու զարգացել է Ստեփանակերտը եւ նույնիսկ Ստեփանակերտից դուրս նրանց սպասվող փայլուն ապագան չի ստիպել լքել նրանց հարազատ քաղաքը։ Հին Ստեփանակերտի ու այնտեղ տիրող ջերմ մթնոլորտի մասին առանձնակի կարոտով են հիշում նրանք եւ այդ հուշերը փոխանցում մեզ։ 70 թվին վերջացրեց երաժշտական ուսումնարանը Երևանի Ռամանոս Մելիքյանի ակարդեոնի բաժին, հետո եկա Ստեփանակերտ, աշխատեցի երաժշտական դպրոցում Կոմիտասի անվան։ Հետո 1978 թվին ստեղ բացվեց երաժշտական ուսումնարանում ակարդեոնի բաժին, ավելի շուտ ես չարչարվեցի, որ բացի, որովհետև Զակավկազը ժամանակ 3 պետ ռեսպուբլիկաներում մենակ Երևանում ակարդեոնի բաժին կար։ 1978 թվին արդեն բաժին բացեցին, այստեղ դասարան ակարդեոնի բացեցին։ Ծնողները բանի մոտ երեխաները որ սովորեն, ուզում էին որ շարունակեին, ոչմ գրեցին նամակը, բացեցին բաժինը, հետո թվից էլ աշխատում եմ այստեղ ուսումնարանում որպես դասատու ակարդեոնի։ Հիմա ցանկացող չկա, չեն ուզում, աշակերտները գյուղից բանից գալիս են տենց։ Ակարդեոնը արդեն նստեց սինթեզատորից հետո, բայց սինթեզատոր միջև մի գործիք վրա չես նվագում, դաշնամուր պետք է լավ նվագես կամ ակարդեոն, որ սինթեզատոր կարողանաս նվագես։ Կիսապատրաստի գործիք է, էլի սինթեզատորը։ Հա, իսկ ակարդեոնը մի քիչ պետք է չարչարվել, նվագել տենց, մի քիչ բան գործիք է, էլի պետք է նստվի, աշխատի։ Իսկ հիմա երեխաները չեն ուզում, կամպյուտերը, նստած կամպյուտերը բանով տենց աշխատում են։ Այս ուրվադրությամբ քանի ուսանող ունենք ուսումնարանում։ Ակարդեոնի բաժնում 3 ուսանող, 2 հատ, հա, 2 հոգի բան, 2-րդ կուրս, մի հոգի 4-րդ։ Երաժշտական դպրոցում որ աշխատում է, արդեն 5-րդ դասարանից այդ
լավ երեխաներ կան։ Եկան ընդունվեցին ու վերջացրին ուսումնարանը։ Լավ կադր էին այն ժամանակ ունեի։ Հիմա էլ կա, բայց ասում եմ, չարչարում ենք, որ մի բան ստացվի։ Ինչքան Ղարաբաղ կոլեկտիվներ բա կա, սկսած երգային, ջազը, էստրադա, երաժներ էլի, բարի անսամբլում։ Սա մեր կադրն է։ Սա ինչ որ կա, սա ստեղից են դուրս գալիս։ Տարբեր տեղեր նվագում են, երգում են, բանում, ինչ որ կա, սա բանից է, ստեղից է գալիս։ Ես հիշում եմ, որ պետական անսամբլ բացել են Տելեմակ Տերավետիսյան կար են ժամանակ կոմպոզիտոր։ Երաժիշտները նստած ոչ ոք չէր իմամ, ասում խոբանով նվագող, տենց նստած սովորացնում էր։ Հիմա վերջացնում են գնում են նոտաները գիտեն, ես իմ սա պրոֆեսիոնալն է, էլի արդեն։ Դժվար չի հեշտ է։ Մեր էստրադա բանը որ բացին, Բարխուդարով գենեղ ղեկավար ինքն է, հելը տենց էր, նուրն է։ Պրոֆեսիոնալի մուզիկան քիչ կա, մի հոգ երկու հոգ է տենց որ սովորել է։ Մնացածը տենց, սա Զասեևի մոտից եկան, սենց դոն պիաներ պալատ կան, դեղից։ Եկան կամաց տենց սարքեցին այդ արկեստրը։ Իսկ տարբերություն սերունդների մեջ այ հին Ստեփանակերտցիների ու նոր Ստեփանակերտցիների մեջ զուտ մոտեցումը երաժշտության նկատմամբ կամ այդ պատասխանատվությունը։ Գիտեք, բանը, այն հին Ստեփանակերտցիների բանը շատ երաժշտասեր էին։ Հիմա այդ տելևիզիան կա, ինտերնետը կա, բան, մենք քիչ տանից նայում են, ուսո չեն ուզում մնացածը, ինչ որ կատարում դրսում որ բան անում։ Գալիս են բան, բայց քիչ էլի, տենց, ես չգիտեմ, տենց աժիոտաժ չկա։ Ես հիշում եմ, որ այն վերևի պարկ ենք ասում, վերխնի պարկ։ Այն վերևի պարկում ամառը տանցպլաշատկա կար, փակած։ Այն ցորի հենց ցորի, սել զաբորի տանցպլաշատկա էր 4 հոգով, 5 հոգով այն ժամանակ նվագում են, էստրադնի կոլեկտիվ էր։ Ես կարամ դաժանները ասեմ, ովքեր նվագեն։ Չարին ակարդեոներ նվագում, Կիմա Բարխուդարով տրուբա, Բարխուդարով գենա գիտարա, հետո սաքսոֆոն են նվագում, Մոսկվից եկած ռուսներ գալիս են ադխատարում նվագում են։ Այդ տանցի մենք գնում ենք, այս սաբոր է, սենց երեխեք ենք, այս նայում ենք, ոնց են պարում, մեծերը, մեզանից մեծերը, տանգո, ֆաքսորոտ, այն ժամանակ էլի, վալս, սաղ նայում ենք, սաղ երեխի համար այդ գալիս եմ իշ լսում են այդ ժիվոյ մուզիկա։ Հիմա ես տես չեն է տակ, ավելի շուտ կամպյուտերը բան տարանցով են զբաղված, ջայրները։ Ծնվել եմ Ստեփանակերտ քաղաքում 1947 թվին։ Մեր փողոցը կոչում էր հայտնի փողոց էր, Մագիլևսկի փողոցը, հիմա Ներսոն Ստեփանյանն է։ Փողոց, Ներսոն Ստեփանյան։ Այդ փողոցն է ծնվել ռուսական դպրոցի գնում, այն ժամանակ երրորդ դպրոց էր, այդ տեխնիկոմը կար, այն տեխնիկոմը դեղ էր դպրոցը, հետո բերեցին այդտեղ այդ օբսպակոմի հիմա շենքն է, տեղ։ Տեղից 1-8-րդ դասարան։ Հետո նրանց հետո արդեն ես գնացի Երևան սովորել։ Հին Ստեփանակերտից ամեն ինչ ես համարա հիշում եմ, ինչ ա եղել, ինչ չէ, ամեն տեղ համարա։ Ես միշտ իրիգուները որ դուրս եմ գալիս, ման եմ գալիս կոնոջս հետ։ Գալիս ենք միջև այս երկրորդ դպրոցը այն ժամանակ, հիմա միջև դեռ գալիս է։ Հա, աս միջև դեռ գալիս է, ասում դեռ всё, պրծավ Ստեփանակերտը պրծել է, հետ դրանք։ Այս ինչքան կա հիմա սեղից ներքև կամարա քաղաք չի եղել։ Հետո դպրոցը սարքեցին երրորդ դպրոցը բան, նրանց ներքև հետո են սարքել արդեն կամ ես 60-ական թվեր բանից։ Միջև տեղ էր, ստեղ այս ուսումնարանի տեղը բան էր, ավտոստանցիա, Սայուզ Դարանսեն ասում, ավտոստանցին էր, փոքր շենք էր, այս շենքի տեղը վինզավոդ, կար վինզավոդ այն ժամանակ սարքել է, ինչ որ ադմինիստրացիոնի շենք են սարքել 2 հարկանի։ Հետո որ ուսումնարանի հարցը բացվեց, որ պետք է ուսումնարան բարձեն, որովհետև Աղդամում կար, այստեղ ամբուլանսնոց ցենտրը չկա։
Այն ժամանակ առաջի քարտուղար Մելքումյանն էր։ Այդ հարցը բարձրացել է Ադրբեջան ՑԿ-ում։ Ասել են բաղ у вас здание нет, շենք չկա։ Այդ շենքը ոչ նվերել են։ Mēs Boris Artyomovich։ Նվերել է այդ շենքը ոչ բացել են։ Այդ երաշտական օչոսում են այստեղ։ Մենք 7 երեխա ենք։ Երաշտանը տանը հերս նվագում էր, թառ էր նվագում, մանդալին էր նվագում, շոյի վրա էր նվագում, իր համար վատ չէր նվագում, այն ժամ սլուխով, տենց սլուխով մարդեր։ Իսկ ես սերես ակարդեոնը ստեղ Սերգեյ Վարդանովիչ կար, Խաչատրյան, Սաքո։ Այս պիոներ պալատում ինքը պարեր էր սովորում։ Այս մեր ինչքան պարողներ կա Աշոտ Բաբայովը, սա իրան աշակերտներն են։ Հաճախ են հին Ստեփանակերտցիները պատմում իր մասին։ Իր մասին։ Ինքը նվագում էր ակարդեոն, հետո այդ նույն չարին, որ ես ասում եմ, որ ասեցի վերևի բանում տանցպլաշատկայում նվագում էր, լսում էի բան, դուրս եկա որպես գործիք։ Հետո Բաքվից որ տելևիզոր արդեն առաջ քաղաքում մի հատ երկու հատ կար, չէ՞, տները, մեր տունն էլ բերեց հերիս։ Մենք ունենք այդ համերգները լսում Բաքվից Գազարով, Էդվարդ Գազարովն էր նվագում։ Միխայել Մարկարով, դրանց ոչ սերից դրանց այդ գործիքի վրա իրանց բանով գնացել է, այտենց սիրեց ակարդեոն։ Հետո գործիքներ շատ դժվար էր այն ժամանակ ճարելը, աֆիցերներ բանկան Գերմանիայից բանից եկած բերում էին այստեղ։ Մեծ եղբայրս ճարեց այդ գործիքը, բերեց ոշում, առանք, հետո գնացի չարնի մոտ սովորեց այտենց ակարդեոնը իր մոտ։ Այն ժամանակ դաժե էլա դպրոցում էլ չկար։ Ես որ ընդունել արդեն ընդունել երրորդ դասարան։ Ֆուտբոլ ենք խաղում, ես կինո են գնում, հերթեր ժամանակ մի հատ կինո ծատերակցա բերեր։ Մի հատ կինո որ դնում երևի մի ամիս գնում, միջև վերջը, սա քաղաքը նայ։ Տենց են հասկացնում։ Հետո գրուպա ման են գալիս աղջիկների, տղաների հետ։ Քաղաքը շատ գեղեցկանում է։ Մի քանի շենք ամենացել, որ պետք է քանդվի։ Условия բան չկա լինենց, պետք է քանդվին երևի, բայց մնացած ինչ որ սարքում է, սա գեղեցիկ է, դե մեր ուսումնարան, ընտրեմ, երաշտական դպրոցը, ամեն տեղ տենց սարքում է շատ լավ է, ինչ դուրս գալիս, է պետաչոկը սարքել են, չէ, հիանալի պարկ է, եղեցիկ, ամարը սաղ գալիս է նստում են բանը, բայց որ գալիս է, տեսնում ես, այս սկամայկաները առաջ է, սաղ սիմիչկա թապած, այն ժամանակ տենց բաներ չեն թողում, միլիցաներն բան ասում, շտարավ բաները ես իմ բան անում եմ, որ չեն անում, բայց հիմա տենց բան չկա։ Առնում եմ գալիս նստում են ժամի 5-ից մինչև օրկեստրը դուխավոր գա նվագի, սկսում մրոտում են։ Գալիս ես համաչում ես որ նստես, կարող ասեն դուք եկել նստես։ Բուն Ստեփանակերտի չի անում։ Ստեփանակերտի ինչքան այնքան քիչ է մնացել։ Ստեփանակերտի կա որ տեղապերն ենք, բայց իրար չի բարի, բայց հիմա որ տեսնում եք ուրախանում ենք։ Մոտենում ենք, խոսում ենք։ Հետո Ստեփանակերտի միշտ տարբերում է, թե պախոտկայով, թե զրուցելով, թե իրան պահելի ձևով։ Հիշում ենք, սա գնում են պիոներ պալատ, դեղ բաներ կա, բաժիններ կար։ Ես օրինակ պարի էի գնում սկզբից։ Ես, Աշոտ Բաբայան, Ռոբերտ Գրիգարյան, ու շատ տենց էլի, գրուպաներ էր, փոքրներից մեծերն էր, դեղից սկսում ենք, հետո ես արդեն գնացի երաշտական դպրոց։ Ես որ ասում եմ Սերգեյ Վարդանովիչ Խաչատրյանը բան անում, ես ձեցկի պարկ էր, այդտեղ ինքը նստած ակարդեոն էր նվագում ու երեխաներին սովորեցնում է պարել, աղջկոցի հետ։ Այդ նույն այդ տանգոները, կրակավյակ, տես բաներ էին բանում, որ ժամանակ, հիմա այդ կրակավյակ ով գիտի, ոչ չգիտի, պոլկա են պարում, տես հիմա ոնց որ տահաշում է սավրեմեննի պարեր, չէ, այն ժամանակ այդ Սերգեյ Վարդանովիչը սովորացնում էր։ Այսինքն ինչ որ առումով դաստիարակվում էր մշակույթ քաղաքի, հա։ Շատ բան կար, ես ստանցի յունող տեխնիկա, ես դրոմբանի բան էի որ սարքած, այդտեղ փոքր մի հատ տեղ էր։ Այնտեղ ստանցի յունող տեխնիկա Միրզայանն էր աշխատում։ Սովորացնում էր երեխաներին ոնց սարքեն բան, սամար ինքնաթիռներ այդ փոքր։ Խմբակներ կա, բան կա, գնում են, հա, եսին վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլը շատ էր զարգացել այն ժամանակ, փոքրներից մինչև մեծ էր։ Ստեփանակերտում համարյա 5-ից կոմանդա կար այն ժամանակ։
կաշոկամբինատ ուներ, ավտոբազան ուներ, ամեն բան, մեբելի ֆաբրիկան ուներ, քաղաք ուներ, ես ասենց հետաքրքիր էր, ժամանակը այդպես միշտ խաղեր արում էր, խաղեր գնում են նայում։ Այն ժամանակ այդպես ստադիոնում ենք չէի, չունեցանք, չի եղել։ Ինչ-որ մի հատ փոս էր այդպես։ Միշտ ջուրը գալիս էր, գնդակն է միշտ ընկնում, 10 րոպե սպասում մինչև գնդակը հանեն, երկրորդ գնդակը չկար, մի հատ գնդակ է։ Հանեն բերեն, որ դնեն նորից ցաղ շարունակեն։ Կարուսել բանը եղել է բանում։ Վերևի այդ որ ասում եմ, այդ վերևի պարկը։ Դեղ է եղել այդ կարուսելը, առաջ անգամ դեղ են բացել։ Ես հիշում եմ, ինձ են նկարել առաջ անգամ այդ կարուսելը, մեր տոնը մոտ է դեղից։ Երեխեք հողում են, հենց առաջի որ բացել են, բերել են, դղեք բռնել են, ոչ նստացրել այդ կարուսելը, նկարել հատ բանը, այդ սովետական Ղարաբաղը։ Կարուսելն դեղ է, հետո են, այդտեղ արդեն հետո են բացել։ Որ վերջացել եմ, ինձ ուզում են ուղարկել դպրոցի դիրեկտոր, Կիրովական, Լենինական, բան, ինչտեղ որտեղ ասես ասում ուղարկեն։ Ասեց չէ գնում եմ Ստեփանակերտ, կարամ հագիստ ամենտեղ էլ աշխատեմ, բայց չեմ գնացել։ Չեմ գացի Ստեփանակերտ, ես ինձ համար հարազատ եմ։ Ուզում եմ Ստեփանակերտցիներ ուրախ լինեն։ Հիվանդություններ քիչ լինի։ Ստեփանակերտն է որպես ազատ քաղաք զարգանա։ Այսօրվա համար այսքանը, բարեկամներ, մենք դեռ կհանդիպենք կիսելու ձեզ հետ մայրաքաղաքային վերջին նորությունները եւ ներկայացնելու մեր հերթական հերոսներին։